Պարոն Ղալամքարյան, տեսեք, այս ես խնդրել եմ օգնականին այս հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկի մասին վիճակագրություն անի։ 2/3 արտահերթ նիստեր են։ Որովհետև կառավարության ներկայացուցիչները գալի ասում են, գիտես, process-ը դժվար է, երկար է։ Փետրվարից առաջ նախ մինչև 6 ամիսը։ Փետրվարից առաջ հունվարն էր, մինչև դեկտեմբերն էր, այսինքն ճիշտ չի անարգանք է գոնե այս հանձնաժողովի նկատմամբ անընդհատ ստիպել արտահերթ ռեժիմի գնալ։ Մյուս խնդիրը, ասում եք, ջրամբարաշինությունը մեր հպարտությունն է եւ ծրագրեր եք ներկայացնում։ Իմ հարցը վերաբերում է ոչ թե ապագա ծրագրերին, այլ նախորդին։ Այսինքն, որ նայեք կապիտալ ծախսերի կատարողականը, ջրամբարաշինությունը ամենացածր տոկոսն ունի կատարողականի մեջ։ Դրանից ինչով եք հպարտանում, չեմ հասկանում։ Մյուսը կապսի ջրամբարը ասում եք կապալառուն։ Հիմա պատկերացրեք դուք տուն եք գնում եւ պետքա վերանորոգեք։ Լավ, մեկու մեջ պիտի գնաք տեսնեք, չէ՞, գաջը քաշեցին, այդ գիպսակարտոնը խփեցին, պարկետը խփեցին, ներկեցին։ Բա որ չեք գնացել, չեք ստուգել, ինչ պիտի կապալառուն լավ աշխատի։ Իսկ նա որ պատասխանատու է եղել ծրագրի վերահսկողության համար, հիմա արդյոք բոլորովին պատասխանատու չի այս ձախողման համար։ Նույն կապսի հետ կապված, լավ, նախնական ծրագրով 70 միլիոն խորանարդեր, հետո դառավ 60, հիմա դառավ 25, հետո գնում էլի 60-ի։ Այն դեպքում, երբ բոլորը միաբերան ասում են, որ 60 միլիոնը նվազագույն շեմն է։ Իսկն քանի տարի պետք է կորցնել, որ էլի գալ այդ 60 միլիոնի եւ նոր տենդեր հայտարարել։ Սկադա համակարգի մասին։ Ես 18 թվականի մայիսին նախարար էի, Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր։ Ես ասում եմ ջրերի ջրաչափման հետ կապված խնդիր կա, այս սկադա համակարգ ես լսում եմ առնվազն 2018 թվականից։ Հիմա դուք ասում եք պատրաստվում ենք ներդնել։ Եվ մյուսը այս կներեք արդեն առնվազն 18 թվականից այս կառավարություն։ Ասում եք 100,000, ուզում եք դարձնենք 800,000։ Լավ եք անում, իմ հարցը վերջին 5 տարվա ընթացքում ինչքանից ինչքան եք դարձրել։ Այսինքն դուք պիտի առնվազն 20-ը 100 դարձրած լինեիք, լավ 30-ը 100, 50-ը 100 դարձրած լինեիք, գոնե կրկնապատկեիք, որ 8-ա պատկելու ձեր հայտարարությունը առնվազն սկեպտիկ չընդունվեր։ Դա համար եմ ասում, նախկինում ինչ ես հասկանում եմ նոր եք նշանակվել, բայց 8 անգամ ավելացնել, ինչի հիմա վրա եթե նախորդում չեք ասում, ինչքան է ավելացվել։ Իսկ չգրանցված հողերի մասին ես ձեզ գրավոր հարցում կանեմ, որտեվ անկեղծ ասած չեմ հասկանում ինչ է նշանակում չգրանցված հողեր։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Ղալամքարյան։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ։ Արտահերթ նիստերի էլի թեմայով տեսեք կա գործողությունների հաջորդականություն։ Հիմա ես չէի կարող գալ ազգային ժողով մինչև սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալը։ Չէի կարող գնալ սահմանադրական դատարան մինչև չափահովեի ABC քայլերը։ Դրանք չէի կարող անել մինչև դրա նախորդ քայլերը չափահովեի։ Անհարգանքի որևէ բան չկա, հարգանքի պակասի որևէ բան չկա։ Մենք ինքներս շատ շահագրգռված ենք, որ այս ծրագիրը օր առաջ մտնի ուժի մեջ ու հավատացեք, բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել, թիմ ենք հավաքել, անընդհատ կապի մեջ ենք Համաշխարհային բանկի հետ, Զարգացման ֆինանսական գործակալության հետ, բոլոր այդ փաստաթղթերն ենք մշակում։ Պատկերացնում եք 185 միլիոն դոլարը քիչ գումար չի ու բնականաբար պիտի հիմնավորումներ ունենայինք դրա տակ։ Ինչ վերաբերում է կապսին, նախ ես չեմ ասում, որ ես հպարտանում եմ կապսով։ Ես հպարտանում եմ նրանով, որ երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում ջրամբարաշինությանը, կոնկրետ ձևակերպում է տվել, որ պիտի Հայաստանը ջուր ամբարի բոլոր այն հատվածներում, որտեղ դա հնարավոր է անել, ու դա ստրատեգիկ շատ կարևոր վեկտոր է, որը երկիրը որդեգրում է դրանից բխող գործողություններով։ Հիմա ես ձեզ ասում եմ 18 ջրամբարի ծրագիր ունենք այս պահին, տարբեր փուլերում, մեկի հետ կապված ավելի առաջ ենք գնացել ֆինանսավորողի հետ, մյուսի հետ կապված քիչ ենք առաջ գնացել, մեկը դեռ գաղափարի
փուլում է, իրական գաղափարի փուլում շատ ավելի շատ են, ես գաղափարից առաջ գնացած ջրամբարներն եմ ասում։ Էլ եմ ասում, եթե ձեզ հետաքրքիր է այդ թեման, մենք լիքը նյութ ունենք, լիքը process-ներ են գնում այդ առումով ու իսկապես դա հպարտանալու բան է ու ես հպարտանում եմ դրանով։ Արդյունքները հուսամ իրանց սպասեցնել չեն տա, մենք ամեն ինչ դրա համար կանենք։ Ինչ վերաբերում է էլի կապսին։ Ջրային կոմիտեն դիմել է կառավարությանը, որպեսզի ստեղծվի կապիտալ աշխատանքների իրականացման եւ վերահսկման դեպարտամենտ։ Ունենք սկզբունքային համաձայնություն, կստեղծենք այդ կառույցը, կհամալրենք եւ այն կապիտալ աշխատանքները, այն կապիտալ ծրագրերը, որոնց պատասխանատուն կլինի ջրային կոմիտեն, ես կգամ եւ կպատասխանեմ բոլոր падգամավորների հարցերին այդ ծրագրերի հետ կապված։ Ինչ վերաբերում է սկադային, այո, դուք ճիշտ եք, տարիներ առաջ էլի եղել է ծրագիր, էլի տեղադրվել են, էլի եմ ասում դրանց մի մասը աշխատում է, մի մասը չի աշխատում։ Ես իմ անունից ասում եմ, որ որպես ջրային կոմիտեի նախագահ ես ստանձնում եմ պատասխանատվությունը, ստանձնել եմ անցյալ տարվա սեպտեմբերից եւ ստանձնում եմ պատասխանատվությունը այս ծրագրի շրջանակում կլինի, թե այս ծրագրի շրջանակից դուրս կլինի։ Ծրագրի բաղադրիչը կիրականացնենք, կգանք ձեզ հաշվետվություն կտանք ու եթե տեղադրված չեն լինի ու չեն աշխատի, դուք էլ ինձ պատասխանատվության կենթարկեք։ Հողերի ավելացման հետ կապված որն էր հարցը։ Ես ասեցի 5 տարվա ընթացքում ինչքան ավելացել։ Դուք ասում եք 8 անգամ կավելանալ։ Տեմպերը մեծ չեն, բայց շատ դրական երևույթ ունենք, շատ դրական հուսադրող լավ երևույթ ունենք, ես վստահ եմ դուք այցելել եք այդ այգիները, ձեր կուսակիցներից էլ կան, որ այդ այգիներից ունեն։ Ասում եք հողերի մեծացում, ասում եմ, հա, ասենք 10,000 հեկտարով ավելացել է։ Պատասխանի։ 10,000 հեկտարով ավելացել է։ Բավարար է դա, ոչ, բավարար չի։ Մենք պիտի ձգտենք ունենալ մի երկիր, որ դուք ինքնաթիռով այդ երկրի վրայով թռնեք, ներքև նայեք ու չմշակված հող չտեսնեք։ Մենք պիտի ձգտենք նման երկիր ունենալ։ Հիմա ես ձեզ ասում եմ, կառավարությունը հանձնառու է, կառավարության ղեկավարը այդ խնդիրը դրել է, ու մենք պիտի հասնենք դրան։ Կհասնենք 20 տարում լավ, կհասնենք 50 տարում էլի լավ, բայց մենք այդ ուղղությամբ պիտի շարժվենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։